2025 թվականի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճը կազմել է 5,5-ից 6%, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ըստ նրա կանխատեսումների հարկեր ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշում կգրանցվի 1%-ային կետի բարելավում, հասնելով 24,5%։ Նրա խոսքով դա թույլ կտա 2026-ին ավելի հեշտությամբ մոտենալ թիրախային 25%-ին։ Հայաստանում 2025 թվականի վերջին գնաճը կազմել է 3,3%։ Դեկտեմբերին գրանցված որոշակի արագացումը պայմանավորված է սննդամթերքի արժեքով, ինչը կապված է համաշխարհային գների դինամիկայի հետ։ Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումներով 2026 թվականին սպառողական գների աճը կպահպանվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թիրախային ցուցանիշին մոտ 3,3% մակարդակում։ Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների աճի ամենաարագ տեմպերից մեկը՝ 25,6%։ Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2025-ի հունվարից նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,3%-ով։ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ակտիվները 2025 թվականի նոյեմբերին կազմել են 11,7 տրիլիոն դրամ։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 15,4%-ով։ Ընդհանուր պարտավորություններն էլ կազմել են 9,7 տրիլիոն դրամ։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 15,1%-ով։ Թրամփի պաշտոնավարման առաջին տարում Միացյալ Նահանգները լքել է 3 միլիոն միգրանտ, շուրջ 2,2 միլիոնը հեռացել են կամավոր, իսկ ավելի քան 675 հազարը արտաքսվել են։ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մինչև իր պաշտոնը ստանձնելը մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր։ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը տապալել է Ուկրաինայի հետ հետպատերազմյան համաձայնագիրը։ Այս շաբաթ նախատեսված $800 միլիարդ արժողությամբ տնտեսական զարգացման պլանի մասին հայտարարությունը, որը պետք է համաձայնեցվեր Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների կողմից Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, հետաձգվել է։ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններում նավթի մատակարարումները նվազել են, հասնելով վերջին 15 տարվա ամենացածր մակարդակին՝ 228,34 միլիոն տոննա։ 2025 թվականի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում նավթավերամշակման գործարաններում ընդհանուր առմամբ մուտք է գործել 85,9 միլիոն տոննա նավթ։ Կակաոյի համաշխարհային գինը գրեթե 2 տարվա ընթացքում առաջին անգամ կազմել է 1 տոննայի համար $4,700-ից ցածր։ 2024 թվականի դեկտեմբերին կակաոյի գինը հասել է բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին, գերազանցելով 1 տոննայի համար $12,000։ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը աճում է միլիարդներով։ 2018 թվականի վերջին պետական պարտքը կազմել է $6,9 միլիարդ, 2025-ի արդյունքներով $14,5 միլիարդ։ Նախորդ տարի կառավարությունը հաստատել է միջնաժամկետ ծախսերի շրջանակ։ Ֆինանսների նախարարությունը 2030 թվականին ձգտում է հասնել 1% դեֆիցիտի։ Պարտքը աճում է եւ ինչ-որ մի միլիարդից դարել է մի հատ ուրիշ միլիարդ, բայց այդ մենք հազար անգամ խոսել ենք դրա մասին, որ այդ հիմա պետություններ էլ կան, որոնք տրիլիոններով ունեն։ Հիմա ինչի ենք այդ միլիարդից խոսում։ Դրա համար պետք է խոսենք դրա համամասնությունից։ Եվ ես կարող եմ ասել, որ օրինակ 2018 թվականին պարտքն 52% էր, 51 ու քանի տոկոս էր, հիմա 48% է։ Այսինքն մեր հնարավորությունները պարտքը սպասարկելու ավելի մեծացել են։ Կամ այլ կերպ ասած, կարելի ասել այն ծախսերը, որը մենք արել ենք պարտքի հաշվին, տվել են այն արդյունքները, որով հնարավոր է եղել մեր հնարավորությունները, մեր եկամուտները մեծացնել այնպես, որ մենք շարունակում ենք խնդիր չունենալ այդ ձեր ասած աճի պայմաններում, խնդիր չունենալ այդ մեծացած պարտքը սպասարկելու ուղղությամբ։
Կառավարությունում ներդրվել է նախարարների աշխատանքի գնահատման հավելավճարի պիլոտային համակարգ։ Ֆինանսների նախարարի խոսքով պետական պաշտոնյաների աշխատավարձերը վերջին 5-6 տարիների ընթացքում չեն փոփոխվել, ինչն առաջացնում է որակյալ մասնագետների ներգրավման խնդիրներ պետական համակարգում, հատկապես մասնավոր հատվածում բարձր եկամուտներ ունեցող անձանց համար։ Իմ դիրքորոշումը եղել է նա, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձը երևի այդքան ճիշտ չի եւ պետք է ներդնել մի համակարգ, որտեղ առնվազն կկարողանանք որոշակի թիրախներ դնել եւ այդ թիրախների գնահատման արդյունքով տրամադրել այդ աշխատավարձի բարձրացումը լինի ոչ բոլորի համար նույն ձևով, այսինքն նրանց համար, ովքեր ունենան ավելի լավ կատարողական, նրանց համար կլինի մի փոքր ավելի, մյուսների համար մի փոքր պակաս։ Նախորդ տարին ընդհանուր առմամբ դրական է գնահատում ֆինանսների նախարարը, հիմնական դրական ցուցանիշը ՀՆԱ-ի աճն է, համաձայն կանխատեսումների այն կլինի 5.5-ից 6% շրջանակներում։ Մի էական կարևոր ցուցանիշ է մեզ համար հարկեր ՀՆԱ բարելավումը, որը ավելին է եղել, քան պլանավորված է եղել 2025 թվականի բյուջեը, որովհետև մենք ամեն տարի թիրախավորել ենք 0.5%-ային կետով հարկեր ՀՆԱ-ի բարելավում եւ եթե ամեն ինչ մեր կանխատեսումների շրջանակում լինի, ամենայն հավանականությամբ մենք կունենանք 1%-ային կետով հարկեր ՀՆԱ բարելավում 2024 թվականի համեմատությամբ եւ կհասնենք արդեն 24.5%-ի։ 2026 թվականին պետական պարտքի սպասարկման ծախսերը ամենայն հավանականությամբ կլինեն պլանավորվածից ավելի ցածր։ Սա պայմանավորված է շուկաների դրական զարգացումներով, ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ Հայաստանում։ Օտարերկրյա ներդրողները եւս մասնակցում են Հայաստանի տեղական աճուրդներին, ինչը դրական ազդեցություն է ունենում տոկոսադրույքների նվազման վրա։ Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 2201 անհատ ձեռնարկատեր։ Նույն ժամանակահատվածում երկրում գրանցվել է 789 ՍՊԸ եւ 31 հասարակական կազմակերպություն։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։